Բարև ձեզ, կրկին Economics-ն է։ Այսօր խոսելու ենք Doing Digital ֆորումի մասին։ Այն տեղի ունենալու 2025 թվականի ապրիլի 3-ին եւ որի շրջանակներում մասնակցելու են ինչպես հանրային, այնպես էլ պետական սեկտորի ներկայացուցիչներ։ Այս ֆորումի ժամանակ քննարկվելու է առաջադեմ նորարարական ոլորտները եւ այն հիմնախնդիրներն ու միտումները, որոնք ներկայումս առկա են։ Այս թեմայով խոսելու ենք ֆորումի ներկայացուցիչ, ֆորումի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Սիրեն ջան։ Շնորհակալ եմ Տիկին Սիմոնյան հրավերս ընդունելու համար։ Այս ֆորումի գաղափարը ինչպես ստեղծվեց, ինչը ոգևորեց, ոգեշնչեց ձեզ այս ֆորումը ստեղծել։ Իրականում արդեն 3-րդ տարին է ֆորումը տեղի կունենա այս տարի եւ ես շատ ուրախ եմ, որ Newsem-ը մեր այդ 3 տարիների ընթացքում մեր մեդիա գործընկերն է եւ նաեւ լայն հասարակայնությանը պատրաստում ենք այն փոփոխություններին, որի առաջ կանգնած է առհասարակ գլոբալ տնտեսությունը եւ նաեւ հայկական հայաստանյան տնտեսությունը։ Միտքը առաջացավ այն հանգամանքով պայմանավորված, որ մենք որպես կոմունիկացիոն ընկերություն, ես նաեւ Spring PR ընկերության հիմնադիրն եմ, աշխատում ենք տարբեր շահագիծների հետ, թե պետության, թե բիզնեսի, թե միջազգային ընկերությունների, թե առհասարակ կարգավորող մարմինների, եւ այդ կապը անընդհատ ստրատեգիական աշխատանք իրականացնելու, որովհետեւ մենք մշակում ենք ռազմավարություններ այդ կառույցների եւ ընկերությունների համար, մենք հասկացանք նաեւ պետական սեկտորում իհարկե արդեն 15 տարի շարունակ եւ հասկանալով այն խնդիրները, այն մարտահրավերները, այն ձեռքբերումները, որոնք ունի առհասարակ տնտեսությունը եւ տարբեր կառույցներ, թե բիզնեսը, թե ֆինթեքերը, թե ստարտափ էկոսիստեմը, թե նորարարական գործունեությամբ զբաղվող տեխնոլոգիական ընկերությունները, հասկացանք, որ մի հարթակ է պետք, որտեղ որ չի լինի մեկ ընկերության կամ միայն պետության կամ միայն որևէ հասարակական կազմակերպության օրակարգ, այլ կլինի բոլորին մեկ պլատֆորմում հավաքելու մշակույթը, որտեղ որ տարբեր ուղղություններում, մենք կքննարկենք առհասարակ գլոբալ օրակարգը եւ նաեւ տեղական ընկերությունների, պետության, կարգավորող մարմինների, policy maker-ների նաեւ օրակարգը, Այստեղ այդ շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ մինչեւ Doing Digital ֆորումը կային որոշ միջոցառումներ, որոնք ավելի շատ ուղղված էին գիտությանը, տեխնոլոգիաներին, բայց fintech-ին կոնկրետ իր կենտրոնում պահող պլատֆորմ, որը բոլորին կմիավորեր եւ չէր լինի օրինակ մեկ ընկերության միջոցառում, այլ կլիներ բոլորինը, այդպիսինը գոյություն չուներ եւ մենք որոշեցինք հիմնադրել Doing Digital ֆորումը ու արդեն 3 տարի վստահության քվոտ ունենալով ամբողջ համակարգերի կողմից շարժվում ենք առաջ։ Digital ֆորումի հիմնական նպատակը ո՞րն է։ Այդ հարթակն է, թե նաեւ խնդիր եք դրել ձեզ համար կամ մասնակիցների համար Հայաստանում նոր մշակույթ բերել, այսպես նոր խոսք, եւ դա ինչպես է ազդել նաեւ Հայաստանի իրականության վրա։ Այդ քննարկումները ստեղծել եք, այդ այսպես ազդակը եղել է նրանց։ Իրականում շատ կարևոր բան եք մատնանշում, այո, պետք է ասել, որ կայացել է ֆորումը որպես պլատֆորմ հենց քննարկումների տեսանկյունից ու ասեմ, որ միշտ այսպես երբ որ պատմում եմ ֆորումի մասին եւ նպատակների մասին, որոնք որ անփոփոխ են եւ անփոփոխ էլ մնալու են, առաջին հերթին միջազգային գլոբալ տենդենսները եւ օրակարգը Հայաստան բերելն է, որովհետեւ Հայաստանը շատ հարցերում ունի առաջընթաց, նաեւ գիտեք, որ կառավարությունը 2020 թվականին սահմանել է երկրի թվայնացման օրակարգը եւ նաեւ մենք ունենք հենց պետության կողմից առաջ մղվող այդպիսի օրակարգ, որ Հայաստանը պետք է լինի թվային տնտեսություն, մենք թվային հասարակություն պետք է դառնանք եւ տարբեր կառույցներ աշխատում են այդ ուղղությամբ, ինչպես նաեւ մասնավոր հատվածը, բիզնեսը, բանկերը, ֆինթեք ընկերությունները, տեխնոլոգիական կառույցները, բայց նաեւ այսպիսի մի հարց, որ գնալով միջազգային եւ երկրի օրակարգին զուգընթաց, մենք նաեւ խոսում ենք ապագայից եւ ամեն տարի Doing Digital ֆորումի հիմնական խոսնակը ֆուտուրիստ է։ Եվ դա պատահական չէ, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է այդ ապագայամետ
հայացքն ունենալ, որովհետև մենք գիտենք որտեղ ենք մենք հիմա, մենք գիտենք մենք ուր ենք ուզում գնալ, բայց նաև շատ կարևոր է հենց դատայի վրա, տվյալահեն մոտեցում, ապագայամետ մոտեցումներ, որոնք որ նաև ցույց կտան, թե ուր է գնում աշխարհը եւ ինչպիսի առհասարակ կարծիքներ կան եւ արդյոք մենք կարող ենք այդ ապագայամետ տնտեսության մեջ լինել առաջատար, Ըստ էության դուք Հայաստանի տնտեսության զարգացման մոդել եք առաջարկում, որը հիմնված է թվային տեխնոլոգիաների, թվային զարգացման միտումների վրա, որը անշուշտ ժամանակակից աշխարհում շատ կարևոր է եւ բոլոր երկրների համար դարձել է առաջնային, այսպես օրակարգ եւ փորձում են այդ խնդիրները անում մեկ է յուրովի լուծել։ Հայաստանի առանձնահատկությունը ո՞րն է այս թվային շուկայի մասով եւ Հայաստանը ինչպես է ուզում դիրքավորվել շուկայում, որովհետև այսպես թվային շուկան բավականին տարբեր է, սկսած կրիպտոներից, վերջացած ֆինանսական բանկային համակարգ, նաև այսպես հաճախորդներին արհեստական ինտելեկտով սպասարկելու այդ նոր տեխնոլոգիաները, որոնք արդեն ներդրվում են տարբեր բնագավառներում, մենք որ ուղղությամբ ենք պատկերացնում մեր թվային տնտեսությունը։ Այդ հարցին կարծում եմ, որ ավելի պետության ներկայացուցիչը կպատասխաներ, բայց եթե մենք խոսում ենք ֆորումի օրակարգի մասին, այստեղ շատ կարևոր է մատնանշել, որ մենք այո նպատակ ունենք եւ կարևորագույն առաջնահերթ նպատակներից մեկը Doing Digital Forum-ի Հայաստանը որպես թվային փոխակերպման հաբ, տեխնոլոգիական հաբ դիրքավորելն է, դա անում է եւ պետությունը, մենք սիրով օգնում ենք եւ համագործակցում ենք իրար հետ հենց նաեւ ֆորումի շրջանակներում, բիզնեսն է նաև այդ օրակարգը տանում, որպեսզի ցույց տանք աշխարհին, այո, ինչ ունենք մենք։ Այդ առումով Հայաստանի դիրքի մասին խոսում են տարբեր ինդեքսներ, Global Innovation Index-ը վերջերս Ասիական զարգացման բանկն էր հրապարակել թվային փոխակերպման առումով Հայաստանի դիրքերը, որոշ առումով մի փոքր հետ ենք կամ լավ հետ ենք, որոշ առումով լավ դիրքեր ունենք, բայց պետք է ասեմ, երբ որ մենք որոշեցինք, որ ֆինթեքն է եւ ֆինանսական կտորն է մեր ֆորումի հիմքում, դա պայմանավորված էր մի շարք գործոններով։ Առաջնային նրանով, որ ֆինանսական համակարգը կամ բանկային համակարգը դա գաղտնիք չէ, համարվում է Հայաստանի ամենակայացած համակարգերից մեկը։ Կենտրոնական բանկը որպես կարգավորող մարմին ունի շատ նորարարական մոտեցումներ եւ երբ առաջին ֆորումն էինք անում, 2023 թվականին ChatGPT-ն նոր դարձել էր հանրային եւ այդ կարելի է ասել շատ մեծ աժիոտաժ դրա շուրջ, ինչ է լինելու, արհեստական բանականությունը ավելի հանրային դարձավ եւ հասարակության տարբեր շերտեր քննարկում են ինչ է այդ արհեստական բանականությունը, ինչ պետք է մեր հետ անի, առհասարակ մեր աշխատանքները կվերցնի, վախեր էին առաջացել, որովհետեւ ցանկացած նոր տեխնոլոգիա, նորարարություն ինքը նաեւ ռիսկերի մասին է եւ նաեւ վախեր է առաջացնում, որովհետեւ գիտելիքի պակաս կա, ու այստեղ գալիս է հաջորդ ֆունկցիան Doing Digital Forum-ի, առհասարակ քանի որ մենք նաև հաղորդակցությամբ զբաղվող ընկերություն ենք, մենք հասկանում ենք, որ շատ կարևոր ֆունկցիա ունի հաղորդակցությունը, դա հասարակությանը փոփոխություններին նախապատրաստելն է եւ այդ առումով նաև երկարաժամկետ արշավներ ենք իրականացնում անընդհատ, այսինքն չենք սահմանափակվում միայն ֆորումով, հենց թվայնացման գլոբալ օրակարգը, բիզնեսի օրակարգը եւ առհասարակ երկրի մոտեցումները, պետության մոտեցումները ներկայացնելու առումով ու եթե մենք նայում ենք զարգացումը ֆորումի, առաջին տարին խոսում ենք առհասարակ ինչ է թվային տրանսֆորմացիան, որպեսզի այսպես ասած IBM-ի մակարդակում քննարկումներ անենք։ Հետո խոսեցինք հնարավորություններից եւ առհասարակ ֆինանսների ապագայից 2024 թվականին, այս տարի արդեն խոսում ենք փողի ապագայից կամ ապագայի փողից եւ տնտեսական ազդեցության համատեքստում ու ինքներդ էլ գիտեք, թե ինչքան արագ են այսօր տեղի ունենում այդ փոփոխությունները, ինչքան գերարագ զարգանում է նույն արհեստական բանականության ոլորտը, տվյալների վերլուծության ոլորտը, առհասարակ մեքենայական, վերլուծությունը եւ այլն, ու այստեղ նույնիսկ քաղաքական որոշակի գործընթացներ, օրինակ Ամերիկայի վերջին, այսինքն նոր վարչակազմի մոտեցումը առհասարակ թվային փողին եւ դրա զարգացմանը, թվային ակտիվներին կարելի
կարելի է ասել, հա, պահուստներ են նույնիսկ ձեռք բերում, այո, որոշակի նաև քաղաքական օրակարգը բերում է ֆինանսական համակարգերում որոշակի փոփոխությունների ու պետք է ասեմ, որ այդ առումով մենք շատ ուրախ ենք, որ մենք համահունչ ենք քայլում եւ հնարավորություն ենք ստեղծում մեր սոցիալական տարբեր համակարգներին, հա, որովհետեւ մենք այստեղ չենք խոսում միայն տնտեսության մասին, մենք խոսում ենք օրենսդրական փոփոխությունների մասին, այսինքն իրավական համակարգի փոփոխության մասին, մենք խոսում ենք մշակութային փոփոխության մասին, որովհետև եթե մենք այն օրը քննարկում ենք կենտրոնական բանկում եւ երկու խոսնակ ենք ունենալու կենտրոնական բանկի նախագահը եւ փոխնախագահը ներկայացնելու են առաջադրված օրենսդրական փոփոխությունները հենց կրիպտոյի կարգավորման առումով, հա, եւ այդ առումով էլ է շատ կարեւոր, որովհետեւ պետական կառույցները եւ կարգավորող մարմինները, այն կառույցները, ովքեր հենց ստեղծում են այդ policy making-ով են զբաղվում, հա, իրենք նաեւ եւ հնարավորություն են ունենում եւ շատ մեծ ցանկություն կա գալ ներկայացնել եւ օրինակ նույն անցյալ տարի մենք էլի այդ երբ նախապատրաստվում էր օրենքը, հա, կենտրոնական բանկը էլի հանդես էր գալիս ելույթներով, քննարկումներ էին տեղի ունենում մեր պլատֆորմի վրա, ֆորումի ընթացքում, թե ուր պետք է գնալ եւ նաեւ բոլորը, հա, թե միջազգային մեր խոսնակները, որոնք գալիս են այս տարի մոտավորապես 15-ից ավել խոսնակ ունենք միջազգային աշխարհի տարբեր երկրներից տարբեր թեմաներով խոսելու են, դրան էլ կանդրադառնանք, բայց հնարավորություն են ունենում քննարկելու այս երկիրը, Հայաստանը ունի այս ընթացակարգը, այստեղ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, թե ֆինանսական ծառայությունների մատուցման առումով, թե բիզնեսի առումով։ Ինչու որոշեցիք հենց ապագայի փողի այդ թեման բերեք։ Արդյոք դրա պահանջարկը կա մեր տնտեսության մեջ եւ մեր այսպես բանկային համակարգը, ֆինանսական համակարգը հետաքրքրված է դրանով, այդ թեմայով։ Միանշանակ հետաքրքրված է եւ ինչպես ասեցի, եթե կա արդեն օրենսդրական կարգավորում, դա նշանակում է, որ կարգավորող մարմինը տեսել է աշխուժություն, տեսել է որոշակի գործընթացներ, որոնք տեղի են ունենում եւ այնքան է այդ գործընթացները զարգացել եւ այնքան ակտիվ է, որ անհրաժեշտ է կարգավորել, որպիսի ռիսկերից խուսափենք, որպիսի ավելի հիգիենիկ միջավայրում աշխատեն, հա, այն ընկերությունները, որոնք աշխատելու են, ինչպես նաեւ այդ դիսկուսիան գոյություն ունի, արդյոք այսպես էր պետք կարգավորել, պետք է գնալ այլ ուղղությամբ, այսինքն շատ հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում եւ այո, իհարկե պատրաստ է եւ դա նաեւ ցույց է տալիս մեր տնտեսության տարբեր ուղղություններ ներկայացնող, հա, բիզնեսների, բանկային համակարգի, ֆինթեքերի ակտիվ մասնակցությունը եւ մենք շուտով է արդեն sold out-ի կգնանք, որովհետեւ շատ ակտիվ ձեռք են բերում մասնակցության տոմսեր եւ շատ ուրախ ենք, որ այս նորարարական թեման շատ մասնակցության մասին, եթե խոսենք, ինչպես կարող են մասնակցել, հա, ցանկացողները ձեր ֆորումին։ Ֆորումին կարող են մասնակցել բոլոր այն մարդիկ, անհատները, ընկերությունները, մասնագետներն ու փորձագետները, ովքեր հետաքրքրված են առհասարակ թվայնացման գործընթացներով եւ թվային փոխակերպումը կարեւորում են գործունեության առումով եւ տնտեսության մեջ ներդրման տեսանկյունից, հա, մենք ունենք կայք doingdigital.am, որտեղ կարող են ձեռք բերել տոմսերը, ինչպես նաև կորպորատիվ մասնակցություն, արդեն որոշակի պայմանագրային հարաբերություններով, բայց որը որ էլի շատ թափանցիկ իրականացվում է ու պետք է ասեմ, որ մեր բոլոր գործընկերները, իսկ մենք նաև այդ առումով կարող ենք ասել, հա, որ ֆորումը կայացել է, որովհետև նախ արդեն 3-րդ տարին անընդմեջ բոլոր այն ընկերությունները, ովքեր սկսել էին մեր հետ եւ վստահել էին մեզ միջոցառման կողքին լինելով մեր հետ են եւ նաև նոր ընկերություններ են միանում եւ միանում են միջազգային տեխնոլոգիական գիգանտներ, այսինքն եթե որոշում են, որ Հայաստանը եւ տարածաշրջանը հետաքրքիր է իրենց համար, ու օրինակի համար Amazon Web Service-ը, որը որ միացել է ֆորումին որպես գործընկեր, երկու շատ բարձր մակարդակի խոսնակ է լինելու Amazon Web Service-ից, ինչպես նաեւ հնարավորություններ են ունենալու բիզնեսները կամ հետաքրքրված կառույցները առանձին տետատետ հանդիպումներ ունենալ ընկերության ղեկավարության հետ հենց ֆորումի ընթացքում առանձնացված Amazon Space-ում, հա, այսինքն այս առումով նաև գործնական կապեր, ներդրումային որոշակի հարաբերություններ եւ պետք է ասեմ, որ այդ առումով շատ մեծ է line-up-ը գործընկերների, դա Visa ընկերությունն է, Armenian Card-ն է, նաև շատ կարևորում ենք ֆինանսական էկոհամակարգերի եւ ազգային էկոհամակարգի, օրինակ ինչպիսին է Armenian Card-ը, հա, ներգրավվածությունը, որովհետեւ այստեղ նաև բերվում է բոլոր բանկերի օրակարգը, այսինքն մի կառույց, որը ներկայացնում է
բոլորի օրակարգը, ոչ թե օրինակ մի ընկերության, հա։ Fastex ընկերությունը, որը բլոկչեյն տեխնոլոգիաներով է զբաղվում, էլի միացել է մեզ Apricot Capital-ը, որը այս տարիների ընթացքում էլի ի սկզբանե մեզ հետ էր որպես ներդրումային գործընկեր եւ նաեւ իրենց զարգացումն է շատ հետաքրքիր, որ նաեւ գործընկերներն են զարգանում եւ օրինակ իրենք Դուբայում արդեն ունեն նոր ուղղություն գրասենյակ եւ այնտեղի տնօրենն է ներկա լինելու։ Այսինքն այս առումով շատ հետաքրքիր է լինելու խոսնակների առումով այս տարի մենք հրավիրել ենք Գերդ Լեոնհարդին, ով աշխարհի top ֆուտուրիստների ցանկում է եւ ես միշտ չեմ զլանում կրկնել, որ մենք չենք ընտրում խոսնակներին ուղակի, որ իրենք օրինակ top են կամ լավագույնն են ուղակի անվանումների հետ կապված, այլ նայում ենք թե ինչ բովանդակություն են բերելու, ինչ էքսպերտիզա են բերելու երկիր, որ այդ էքսպերտիզայի կարիքը կա եւ կմնա երկրում, իսկ Գերդ Լեոնհարդը ինքը գերմանացի ծագումով Շվեյցարիայում բնակվող շատ հետաքրքիր ֆուտուրիստ է, ում ամենահայտնի բեսթսելեր գիրքը, ինքը բեսթսելեր հեղինակ է նաեւ գրականության, կոչվում է Տեխնոլոգիան ընդդեմ մարդկության եւ իր ուղերձում, որը ինքը հղել է մեր ֆորումի մասնակիցներին, շատ հետաքրքիր մեսեջ է թողում ավարտին, որ մենք կխոսենք նրա մասին, թե ինչպիսին է լինելու ապագան, ինչպիսին է լինելու թվային ապագան եւ փողի ապագան եւ ինչու մենք կիմանանք, որ այդ ապագան ավելի լավն է, քան մենք պատկերացնում ենք, այսպես հույս ներշնչող նաեւ մեսեջ է մեզ թողել ու շատ կարեւորում ենք այդ առումով, նաեւ կրիպտոյի առումով, քանի որ մենք խոսում ենք փողի ապագայի մասին եւ տնտեսական ազդեցության մասին, Հենրի Արսլանյանը, մեր հայրենակից, ով գլոբալ կրիպտո լիդերը եւ աշխարհում ընդունված արդեն շատ տարիներ դեռևս կրիպտոյի մասին չգիտեին, բայց Հենրին արդեն գրքեր էր գրում կրիպտոյի եւ The Future of Money, ինչպես նաեւ կոչվում է մեր գլխագիրը միջոցառման, հա, Henry Best-selling ամենավաճառված գրքերից մեկն է, ու ինքը նաեւ խոսելու է թե ներդրումային տեսանկյունից կրիպտո ակտիվների մասին, թե առհասարակ Henry-ին մենք այսպես ենք ներկայացնում, որ ինքը լինելու է այն խոսնակը, ով լույս կսփռի առհասարակ բլոկչեյն տեխնոլոգիաների եւ կրիպտո արժույթների տարբեր տեսակների վրա, որովհետեւ նաեւ այստեղ IBM-ի մի կարիք ունենք եւ այնպես չի, որ բոլորը ովքեր որ օրինակ ֆինանսաբանկային համակարգում են, հստակ պատկերացնում են տարբեր coin-ների, stable-ի եւ news-ի տարբերությունը եւ այլն, այսինքն այստեղ նաեւ ֆինանսական գրագիտության լուրջ կտոր ենք ունենալու, որը նաեւ հետո սփռելու ենք մեր մեդիա գործընկերների հետ, իսկ դրանք շատ են այս տարի եւ միջազգային մեդիայի միջոցով top մեդիաների նաեւ այնպիսիք ինչպիսիք օրինակ Yahoo Finance-ն է, Associated Press-ն է եւ այլն տարածելու ենք արդեն լայն հասարակայնությանը, որպեսզի իրենք էլ անմասն չմնան ֆորումի քննարկումներին։ Հատկանշական է, որ Digital Forum-ը ոչ միայն դարձել է այսպես հարթակ, որտեղ քննարկումներ են լինում, գաղափարներ են ներկայացվում, այլ դարձել է հետաքրքիր կրթական հարթակ։ Այստեղ կրթվում է եւ մեր տեղական բիզնեսը, եւ նաեւ միջազգային բիզնեսն ծանոթանում հայկական հնարավորություններին, փորձին, եւ սա մեր տնտեսության համար կարող է իրոք դառնալ այսպես այլընտրանքային հիմնական ուղղություններից մեկը, որի կարիքը մենք շատ ունենք, այսինքն մենք փնտրում ենք մեր զարգացման ուղին, հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, շրջափակում, տնտեսական այլ խնդիրներ, անվտանգային եւ այլն, եւ սա կարող է այդ ուղղությունը տալ, ազդակը դառնալ մեր տնտեսության մոդելի, հա, ձևավորման տեսանկյունից։ Ֆորումը նաև իր այսպես ապագա անելիքներն է, հա, նախանշում, այսինքն դուք այս ֆորումի ժամանակ նաև փորձելու եք հաջորդ ֆորումների համար որոշակի ուղղություններ տալ, դուք նշեցիք կրիպտոակտիվներ կամ ապագայի փող, արդյոք դա բացառելու է կամ անտեսելու է ժամանակակից բանկային ֆինանսական համակարգի զարգացումը եւ տեխնոլոգիաների կիրառումը, թե սրանք փորձելու ենք զուգահեռ իրականացնել։ Շատ լավ կարևոր հարց տվեցիք, տեսեք, մենք չենք հակադրում, հա, ապագան ներկայի հետ, ներկան անցյալի հետ կամ առհասարակ օրինակ դիջիտալը ոչ դիջիտալի հետ, հա, այսինքն հակադրություններ գոյություն չունեն։ Չենք հակադրում դիջիտալ փողը, թվային փողը, օրինակ թղթային փողին, հա։ Թեկուզ եթե դուք չհակադրեք, բայց դա գոյություն ունի, հա, այսինքն նույն բլոկչեյնը նախատեսում է ապակենտրոն կարգավորում,
Այն դեպքում, երբ որ բանկային համակարգը, կենտրոնական բանկը ցանկանում է, որ ամբողջը գտնվի ձեռքին վերահսկողության տակ։ Ուզենք թե չուզենք, այս երկու համակարգերը իրար մրցակցում են։ Նայած թե ինչ դիտանկյունից նայեք, որովհետև եթե մենք նայում ենք, որ տարբեր երկրներ, Եվրոմիությունը, Դուբայի կլաստերը, Հոնկոնգը որպես հիմնական այսպես ֆինանսական կենտրոն, Ամերիկան եւ մյուս երկրները, նաեւ Հայաստանը, նախանշելով ավելի Եվրոմիության, եվրոպական, կարգավորումների դաշտը, ինչքան որ ծանոթացել եմ օրենսդրական փոփոխությանը եւ քննարկումներին հետևում եմ, պետք է ասեմ, որ այստեղ շատ հետաքրքիր միտում է գնում, այո, երբ ստեղծվում էր այդ այլընտրանքային համակարգը, ապակենտրոնացված, ավելի բանկային համակարգից եւ դասական համակարգերից անկախ, բայց մենք միևնույն ժամանակ իհարկե դեռ զարգացումներ կլինեն, ես չեմ այդ փորձագետը, որը պետք է այս առումով խոսի, ուղղակի շատ եմ շփվում այդ փորձագետների հետ եւ եթե կարող եմ այդ ինֆորմացիան փոխանցել, պետք է ասեմ, որ առհասարակ բանկային համակարգին շատ մոտ է եւ կարգավորումներն էլ հենց այդ առումով են արվում, որովհետև բանկային համակարգի հետ հարաբերվելը, այն ընկերությունների, որոնք զբաղվում են կրիպտոակտիվներով եւ այն ստարտափերի, որոնք նորարարություն են անում, իսկ այստեղ շատ մեծ է նորարարության կտորը եւ մենք այս հարթակում էլ, մեր Doing Digital Forum-ի ընթացքում դրա մասին խոսելու ենք, դրա համար ունենք տեխնոլոգիական խոշոր ընկերություններ, ովքեր ամեն օր են այդ նորարարությունն անում, օրինակ Visa ընկերությունը, որ ամենախոշոր fintech-ն է, հայտնի էր որպես քարտային համակարգ կամ ֆինանսական, հիմա ամենախոշոր ֆինթեքն է համարվում եւ նորարարության առումով ամենամեծ նաեւ նորարարություն ստեղծող եւ նորարարությունը ոգեշնչող տարածող ընկերությունն է։ Amazon ընկերությունը իր վեբ սերվիս թվային, ամպային տեխնոլոգիաներով, եւ այստեղ նաեւ քննարկում ենք ունենալու, թե օրինակ ինչից է օրինակ սկսել Amazon-ը որպես ընկերություն, այսօր ուր է հասել եւ ինչպիսի պահանջարկ կա առհասարակ, որ ինչ նորարարություններ են ստեղծում, օրինակ վերջին զանգի ընթացքում, երբ Amazon-ի խոսնակներից մեկի Մաթիաս Բրեյթլինգի հետ քննարկում էինք անում, խոսում էինք նրա մասին, որ Amazon-ը այսպես փոքր թիզինգ անեմ, ինչ որ շղարշ բացեմ, Amazon-ը շատ հետաքրքրված է տարբեր պլատֆորմների հետ եւ հիմա փորձարկումներ են անում, օրինակ Netflix-ի հետ համագործակցության եւ մոտ է այն ապագան, երբ մենք դիտում ենք որևէ ֆիլմ, եւ կարող ենք ոչ թե դրանից հետո փնտրել այն օրինակ հագուստը, տեխնիկան, որը որ մեզ հետաքրքրել է, որովհետև շատ հաճախ է լինում, չէ՞, նայում ես, չգիտեմ, Emily in Paris-ը կամ իրավաբանների մասին ինչ-որ մի ֆիլմ, առհասարակ ես իմ հետաքրքրությունները ասեցի, եւ ասում ես, այս պիջակ օրինակ ես կուզենայի ձեռք բերել, հետո ընտրում ես, փնտրում ես, իսկ այստեղ առաջարկում է տեխնոլոգիական լուծում, դատայի վրա հիմնված, փաստահեն, որ արդեն ունենալով քո տվյալները, թե Netflix-ը, թե Amazon-ը, քո նախասիրությունները միանգամից scoring է անում եւ դու կարողանում ես օրինակ առնել։ Իհարկե այդտեղ կներդրվեն հաստատ BNPL ծառայություններ, ֆինանսական այլ ծառայություններ եւ այստեղ այդ է կարեւոր, որ առհասարակ հիմա խոսում են որ ամեն ինչն է fintech դարձել, այսինքն ոչ միայն fintech-ն է fintech, այլ առհասարակ ամեն ինչը կարող է գնալ այդտեղ ու շատ հետաքրքիր է լինելու քննարկումը, պետք է ասեմ, որ մենք ավելի շատ խոսում ենք միջազգային, օրինակ փորձից, բերում ենք այստեղ միանշանակ դա շատ կարեւոր է աշխարհի հետ կապված լինելը, ավելի լայն մասաների համար, որտեղ մասնագետները գնում են տարբեր միջոցառումների, նույն այս մեր խոսնակներին շատ ավելի բարձր արժեքներով, տասնյակ անգամ ավելի բարձր լսում են, բայց նաև մենք այստեղ ներկայացնում ենք Հայաստանի փորձը, Հայաստանի thought leadership-ը, Հայաստանի մոտեցումները եւ այդ առաջնորդությունը, որը մենք ունենք, որտեղ մենք իրոք ունենք այո մարտահրավերներ, այո որոշակի խնդիրներ, բայց մենք նաև ունենք բավականին մեծ հաջողություններ, որոնք մենք որպես ընկերություն եւ որպես Doing Digital Forum ուզում ենք աշխարհին ցույց տանք եւ աշխարհը հետաքրքրված է դրանով, որովհետեւ արդեն 3-րդ տարին top միջազգային մեդիաները, պլատֆորմները, Bloomberg-ը, ոնց որ նշեցի, Yahoo Finance-ը եւ մնացած այս խոշոր ֆինանսական օրակարգ տարածող ԶԼՄ-ները խոսում են Հայաստանի մասին եւ վերցնում են ոչ միայն միջազգային խոսնակների, ինֆորմացիան, այլ նաեւ մեր տեղական ընկերությունների ինֆորմացիան, այսինքն մենք այդտեղ շատ մեծ ասելիք ունենք ու ձևաչափի մասով ասեմ, մենք սկսում ենք նախ մեկ ամբողջ օր է տևում միջոցառումը, մենք սկսում ենք առավոտյան ժամը 9-ին,
պետության օրակարգով, պետությունը ներկայացնում է իր ռազմավարությունը, արված աշխատանքները, կենտրոնական բանկը ներկայացնում է իր տեսակետը եւ այն ընթացքը, որը ունի, հա, նույն օրինակ այս կտորով կարգավորումը կամ տնտեսության մասով իրենց տեսլականը, եւ այս տարի բացառիկ է, որովհետեւ կենտրոնական բանկի նախագահը հանդես է գալու keynote ելույթով, հետո գնում ենք արդեն մեր դրսի խոսնակների, հա, հիմնական խոսնակների ելույթները, Գերտ Լեոնարդ, Հենրի Արսլանյան, նաեւ ունենք ամեն տարի ունենում ենք խորհրդատվական ընկերություն, առաջի 2 տարին եղել է Big Four-ից, McKinsey, Deloitte Digital, այս տարի լինելու է Edgar & Dunn ընկերության ղեկավարը, որը բրիտանական fintech-ի վրա կենտրոնացած ընկերություն է, որտեղ նաև կարևոր է, որ ունենանք կոնսուլտանտներ, խորհրդատուներ, որոնք որ արդեն տարբեր ընկերությունների հետ անցնում են այդ ճանապարհը եւ նաև այդ փորձն էլ բերենք Հայաստան եւ հնարավորություն տանք նաև այդ շփումների, որտեղ տարբեր ընկերություններ, կազմակերպություններ այդ ճանապարհով հիմա անցնում են, որպեսզի նաև այդ կտորը հետաքրքրության մենք կարողանանք բավարարել։ Հետո անցնում ենք արդեն պանելային քննարկումների ֆորմատին, որոնք որ շատ դեպքերում դեբատներ են դառնում, այն առումով, որ ներկայ է լինում եւ պետությունը, եւ միջազգային խոսնակներ, որոնք որ փորձն ունեն եւ միջազգային ընկերություններ են ներկայացնում, նաեւ այդ ոլորտը շատ լավ ճանաչող էլի մոդերատոր, հա, այս դեպքում օրինակ մեր առաջին պանելային քննարկումը կոչվելու է բարտերից կրիպտո, գիտեք ինչպես է սկսել, հա, փողի ձևավորումը առհասարակ աշխարհում եւ մենք խոսելու ենք հենց ինչպես է այդ փոփոխությունը ազդում տնտեսության վրա։ Հենրի Արսլանյան լինելու մոդերատորը, Fastex-ը, մեր դրսից հունական եվրոպական խոշոր custody ընկերություններից մեկի ղեկավարը, Fentakis-ը լինելու է այդտեղ խոսնակ նաև Արա Աբրահամյանը, ով Armenian Card-ի խորհրդի անդամ է եւ մենք շատ երկար տարբեր մեր ֆորումների ժամանակ փորձում էինք իրեն հրավիրել, անընդհատ չէր գտնում ժամանակ ու շնորհակալություն առկային, որ այս տարի այսպիսի արժեքավոր խոսնակ ենք ունենալու, որովհետև նա նաև գերմանական խոշոր ընկերությունների եւ բանկային համակարգում թվային տրանսֆորմացիայի հիմքում կանգնած մասնագետներից է, հա։ Այսպես, այսինքն շատ հետաքրքիր քննարկումներ են լինելու, հետո նորից ելույթներ Amazon-ի կողմից, Visa ընկերությունը էլի այս տարի ունի շատ ներկայացուցչական կազմ եւ գլխավոր խոսնակ ունենք Andrew Trong, ով Visa-ի Սեմեա ռեգիոնի ստրատեգիայի եւ դիջիտալի ղեկավարն է, այսինքն նաեւ միջազգային կլաստերից, հա, խոսնակ ենք ունենալու, ով արդեն կներկայացնի ֆինթեքի համար հետաքրքիր մոտեցումներ, որը որ Visa-ն է իր օրակարգում պահում, հետո արդեն էլի կանցնենք պետության մասին խոսեցինք, մենք ամեն տարի մեր ֆորումում ներկայացված է Հայաստանի ամենաթվային պետական, այսպես պետության եւ մասնավորի միջև գտնվող կազմակերպություն կոչվում է Information Systems Agency of Armenia, Հայաստանի տեղեկատվական համակարգերի ընկերությունը եւ այս տարի մենք ունենալու ենք էլի keynote ելույթ, որտեղ որ խոսվելու է թե ինչ պրոյեկտներ են արել հանրային ծառայությունների մասով, ինչ հետաքրքիր մոտեցումներ կան, trust service-ների հետ կապված եւ այլն, ու նաեւ խոսելու ենք անպայման կիբերանվտանգությունից, որովհետեւ իրենց խոսնակը հենց կիբերանվտանգության ղեկավարն է, Շանթը, ով շատ մեծ էլի փորձառություն ունի եւ փորձ ունի նաեւ դրսում աշխատելու, հետո արդեն ամփոփելու ենք էլի պանելային քննարկմամբ, որտեղ որ քննարկելու ենք թվային ակտիվների, հա, որտեղ թվային փող, թվային ակտիվներ է տել, հա, այսպես շատ նուրբ գիծ է, թվային ակտիվների, թվային փողի ազդեցությունը տնտեսական տարբեր ուղղությունների վրա եւ այստեղ ունենք ՄԱԿ-ի համաշխարհային պարենի անվտանգության իրենց ծրագրից երկրի ներկայացուցիչ Նանա Սկաուին, ով խոսելու է նաև տարբեր խոցելի խմբերի եւ սովի օրինակ հաղթահարման հետ կապված, հա, ինչ ազդեցություն է ունենում թվային փողը եւ օրինակ կա այդպիսի кейս, որ ՄԱԿ-ը որոշ երկրներում stable coin-եր թողարկել, հա, որ կարողանային ծախսել օրինակ միայն սննդի համար եւ սահմանափակել էր, հա, այդ այսպես ասած թվային ակտիվ, այսինքն այդ թվային փողը այդ առումով շատ հետաքրքիր է փոփոխությունները, երկրորդ պանելային քննարկումը կառավարելու է Fastbank ընկերության խորհրդի անդամ, շատ հեղինակավոր մասնագետ եւ կարեւորում ենք նաեւ այդ առումով ֆինանսական համակարգի ներգրավվածությունը, որտեղ ամեն տարի բանկային համակարգը շատ ակտիվ է ներգրավում
ներգրաված եւ այստեղ Amazon-ն է լինելու պանելային քննարկման մասնակից, ակնկալում ենք նաեւ պետական կառույցներից էլի շատ կարեւորի մասնակցություն դեռ հաստատում չունենք, դրա համար հիմա չեմ ասի, բայց օրակարգում կտեսնեն, վստահ եմ, որ անպայման իրենք կմասնակցեն, այսինքն այդ առումով փորձում ենք, որպիսի բոլոր կողմերը, բոլոր շահագիծները, հա, այդ stakeholder բառը շատ լավ հայերեն թարգմանություն, բոլոր շահագիծները, ովքեր որ այս գործընթացների մեջ են եւ իրենց համար կարեւոր է առհասարակ հասկանալ թե ուր է գնում Հայաստանը եւ օրինակ նույն Apricot Capital-ը խոսելու է թե ինչ data ինքը ունի, ինչի մեջ են ներդրումներ օրինակ անում առհասարակ թե Հայաստանում, թե այն կլաստերում, որտեղ որ հիմա իրենք աշխատում են, հա Դուբայի մասին է խոսքը եւ արդյոք ավանդական ներդրումային մոդելները ինչքանով են փոխարինվում այլ մոդելներով, որովհետեւ երբ որ Գերտ Լեոնհարդի հետ մենք քննարկում էինք անում, ինքը նաեւ խոսելու է նրա մասին, որ այդ technology vs humanity իր մոտեցման, հա, որ փոխվել է հասարակությունը, փոխվում է հասարակությունը, ապագայի սերունդը այլ կարիքներ եւ այլ մոտեցումներ ունի առհասարակ ներդրումային իր ակտիվության առումով, որովհետեւ ավելի մեծ սերունդը մեր պապիկները, ծնողները, հա, իրենք ներդրումներ են անում ավելի մեծ շահութաբերություն ստանալու համար, իհարկե հիմա էլ են այդպես անում, բայց նաև չեն դիտարկում, օրինակ, արդյոք դա նավթային ընկերություն է, թե այլ ընկերություն է, ինչպիսին է նրա պատասխանատվությունը եւ այլն, այսինքն ներդրում են անում, որպեսզի լավագույնս մեծ շահույթ ունենան, հա, այսպես ասած, իսկ նոր սերունդը, ապագայի սերունդը, այս generation-ը ինքը կարևորում է ընկերության կանաչ տնտեսության մեջ ներդրումներ անելը, բնապահպանական ուղղություններում ակտիվությունը, առհասարակ կլիմայի փոփոխություններում ներդրումը, այսինքն որովհետև ինքը ուզում է ոչ միայն իր գումարները ճիշտ կառավարել, այլ նաև ներդրում ունենալ աշխարհի, այո, աշխարհի լավ ապագայի մեջ։ Այսինքն այսպիսի հետաքրքիր բաների մասին ենք խոսելու եւ շատ ուրախ եմ, որ մեծ է ակտիվությունը եւ ամեն տարի ֆորումը փաստում է, որ նման օրինակ, հա, ոչ մեկ ընկերության օրակարգով, այլ բոլորին մի հարթակ տրամադրելու մեխանիզմի միջոցով աշխատելը դա ամենաարդյունավետն է լինում, որովհետև այստեղ քննարկվում են ամենասուր թեմաները, այստեղ լինում են ամենասուր դեբատները, մենք հնարավորություն ենք ունենում նաև հարց-պատասխանի եւ շատ ակտիվ է լինում հարց-պատասխանը, այսպես ընդհանուր առմամբ։ Բավականին բազմակողմանի ներկայացրեցիք ֆորումը, շատ հետաքրքիր բազմաշերտ ֆորում է լինելու եւ ամենակարևորը ներկայացված են լինելու բոլոր շահագիրները, շահառուները, հա, այս առումով։ Եվ մենք պետք է նաև ակնկալենք, որ այս ֆորումը որոշակի նաև կապեր պետք է ստեղծի միջազգային տեղական բիզնեսի հետ եւ այդպիսի նախնական այսպես տեղեկատվություն, ինֆորմացիա ունենք, որ հետաքրքրված են Հայաստանի որևէ կազմակերպության հետ համագործակցության կամ իրենք են այստեղ որևէ մասնաճյուղ կամ գրասենյակ ուզում բացել, հաշվի առնելով նաեւ ֆորումի արդյունքները։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Ես կուզենամ սկսել տարածաշրջանային մեր գործընկերներից։ Պետք է ասեմ, որ մասնակցությունը իհարկե կարելի ասել 65-70% դա մեր հայաստանյան աուդիտորիան է եւ մենք հատուկ ենք դա պահպանում, որտեղ մեր համար կարեւոր է, որ մեր մասնագետները, մեր հանրույթը, մեր էկոսիստեմները իրենք լսեն, հա, այս փորձը եւ այս ինֆորմացիան, այս գիտելիքը իրենց մնա, բայց նաեւ էգոիստական մոտեցում չունենք, որովհետեւ հասկանում ենք շատ մեծ է հետաքրքրությունը եւ թե տարածաշրջանից, թե աշխարհի տարբեր երկրներից, հա, այսպես եթե նայում ենք վիճակագրությունը կամ տվյալները, որոնք որ մենք ունենք, աշխարհի 16 երկրից մենք ունեցել ենք մասնակցություն, սկսած Ամերիկայից, Հոնկոնգից, Չինաստանից, ԱՊՀ երկրներից, հա, Էմիրատներից եւ այլն եւ այլն։ Շատ մեծ հետաքրքրություն է միշտ ունեցել ֆորումը մեր հարևան երկրների կողմից, մասնավորապես Վրաստանը շատ ակտիվ է միշտ եղել։ Եվ նաև հաշվի առնելով միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացումը եւ նոր, հա, կարելի ասել մակարդակի, որտեղ վերջերս բավականին աշխատանքներ են տարվում այդ առումով, շատ ավելի մեծ է այս տարի եւ քանի որ շատ մեծ էր հետաքրքրությունը, մենք որպեսզի դա համակարգեինք, Վրաստանի e-commerce ասոցիացիայի հետ հուշագիր ստորագրեցինք եւ իրենք են համակարգելու վրացական դելեգացիայի այցը Հայաստան
Ղազախստան եւ բավականին մեծականակ հյուրեր ունենք այնտեղից, բայց պետք է ասեմ, որ Ղազախստանից, Ռուսաստանից, Միջին Արևելքից, Եվրոպայից, շատ մեծ է հայտերը, գրում են մասնակցության համար ընկերություններ, մանավանդ որ իմացել են, որ նույն Amazon-ի հետ կարելի է հանդիպումներ անել, որտեղ դա շատ յուրահատուկ առաջարկ է եւ ես ուզում եմ այդ կոչն անել տարբեր ընկերություններին, ովքեր ունեն այդպիսի համագործակցության կարիք, առաջին դեմքով հանդիպումներ կարող են ունենալ ֆորումի ընթացքում եւ մենք վերջերս տարածել էինք մամուլի հաղորդագրություն, որը տարածել էր նաեւ News.am-ը, կարող են գտնել, որտեղ որ դրված է այդ ռեգիստրացիայի լինքը, որպեսզի կարողանան ժամեր գրանցել Amazon-ի վեբ սերվիսի ղեկավարության հետ, իրենց համար պահեն այդ ժամը, այդ սլոթը, որպեսզի այդ հանդիպումը կայանա, այսինքն այդ առումով շատ մեծ է հետաքրքրությունը եւ նաեւ պետք է շեշտեմ, քանի որ մեր համար որպես պլատֆորմ եւ Spring PR-ի համար որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հա, շատ կարեւոր է մեր երիտասարդների ներգրավվածությունը։ Մենք ունենք MOU-ներ տարբեր համալսարանների հետ հայաստանյան, դա եւ Երևանի պետական համալսարանն է եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանն է։ Հիմա եւս երկու հուշագիր է պատրաստվում, հա, երկու էլի խոշոր բուհերի հետ։ Մենք ուսանողների համար ունենք նախ հատուկ պայմաններ, երկրորդը լավագույն ուսանողները տվյալ բուհերի եւ պրոֆեսորադասախոսական կազմը, որը որ հենց այդ ուղղությամբ հետաքրքրված է դասավանդել եւ իրեն հետաքրքրում է այդ թեման, անվճար մասնակցության հնարավորություն են ստանում մեր այս համագործակցության շնորհիվ, որտեղ մեզ համար շատ կարեւոր է, որ կրթական համակարգն էլ ներգրաված լինի, լավագույն ուսանողները մոտիվացվեն, գան, լսեն, տեսնեն, շփվեն մեր խոսնակների հետ, ներդրումային պլատֆորմ որպես Doing Digital-ը, այո, միշտ լինում են համագործակցություններ, մենք նաև ունենք գալա ընթրիք ֆորումից հետո, որը ավելի նեղ networking-ի, հա, հնարավորություն է տալիս եւ ավելի անմիջական, եւ այդ համագործակցությունները ստեղծվում են, աշխատում են թե տեղական ընկերությունները իրար հետ, որովհետեւ շատ դեպքերում իրանք էլ միմյանց մասին, օրինակ ինչ որ ինֆորմացիա է լինում, որ տեղյակ չեն լինում եւ ֆորումի ընթացքում մեկ էլ բացահայտում են, հա, եւ նաեւ գալա ընթրիքի ընթացքում կարողանում են շփվել, քննարկումներ անել ու արդեն այդ համագործակցությունը ես միշտ երբ որ բացումն անում եմ ֆորումի, ասում եմ, որ մեր համար շատ կարեւոր է, որ հաջորդիվ կոմունիկացիան լինի այսպիսին, հա, երբ որ դուք իրար զանգում եք կամ գրում եք կամ սկսվում է կոմունիկացիան, ասենք հիշում եք հանդիպել ենք Doing Digital ֆորումին, հա, ու դա իրոք այսպես դարձել է մոտո, դարձել է մեր համար շատ կարեւոր վստահության քվոտ եւ այդ համագործակցությունները լինում են, շարունակվում են եւ վստահ եմ, որ նաեւ այն մասնագետները, այն խմբերը, ովքեր որ կգան թե տարածաշրջանից, թե միջազգային հանրույթը տարբեր աշխարհի ծայրերից այստեղ հավաքվելով նաև հնարավորություն կունենանք արտահանելու այն գիտելիքը, որը որ այստեղ կա, որովհետև եթե մենք նայում ենք օրինակ շարունակականությունը ֆորումի, հա, մենք ինչ ենք անում, այն բոլոր մասնագետները, ովքեր եկել են Հայաստան, նախ հանրույթը ծանոթանում է իրենց բիզնեսը ամենաբարձր մակարդակով է միշտ ներկայացված, դա թե խորհրդի անդամներն են, թե գործադիր մարմինն է, թե առհասարակ C-level մասնագետներն են կամ այն փորձագետներն ու մասնագետները, ովքեր հենց նեղ մասնագիտացում ունեն, եւ իրենք արդեն կարողանում են ընտրել, հետաքրքրություն առաջացնել, թե օրինակ ինչ նեղ մասնագիտական գիտելիք կուզենային, որ իրենց մոտ մնար ավելի խորացված, եւ մենք նաեւ կազմակերպում ենք շարունակական արդեն մաստեր կլասեր, որոշակի high level հանդիպումներ, հա, խորհրդի անդամների, տարբեր ընկերությունների մեծ թիմերի հետ, հա, որպեսզի իրենք արդեն իրենց օրակարգը քննարկեն այդ մասնագետների հետ։ Ու այսպես շարունակական մինչեւ հաջորդ տարի սկսում ենք պատրաստվել հաջորդ ֆորումին, արդեն սկսել ենք պատրաստվել, էլի շատ հետաքրքիր գլխավոր խոսնակ ենք ունենալու, լավ կազմ ենք ունենալու, այսպես ուրախ եմ, որ Doing Digital ֆորումը նաև մեր նպատակն է այն դարձնել Հայաստանի այցեքարտերից մեկը, որովհետև շատ կարևոր է, որ երբ որ այդ միջազգային խոշոր ընկերությունները գլխավոր խաղացողները, տեխնոգիգանտները, փորձ ունեցող էքսպերտները գալիս են Հայաստան,
իրենք նաև հնարավորություն են ունենում ճանաչելու մեր երկիրը։ Իհարկե մենք լավագույնս ենք ներկայացնում, թե խոհանոցի առումով, թե գինեգործության առումով, թե մշակույթի, թե պատմության, թե նաև այն ծառայությունների, որոնք որ հենց մասնագիտական այստեղ ունենք եւ ներկայացնում ենք, հա, բայց շատ իրոք դարձել է այդ նաև վստահության գործակից այն առումով, որ շատ խոսնակներ, երբ որ տեսնում են, օրինակ Brad King-ը եղել է Հայաստանում եւ ինքը շատ լավ է արտահայտվել եւ հետո անընդհատ կապ է պահում Հայաստանի հետ, ասում են դե ուրեմն պետք է գնալ այդ երկիր, նույնիսկ եթե իրենք որևէ կապ չունեն եւ որևէ ծանոթ միջավայր չունեն Հայաստանի հետ կապված։ Այսպես։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Doing Digital Forum-ը Հայաստանի այցեքարտն է, կարող ենք ասել, արդեն դարձել թվային տեխնոլոգիաների, թվային զարգացումների աշխարհում, եւ մենք պետք է փորձենք այս ֆորումի հնարավորությունից մաքսիմալ օգտվել եւ պետական հատվածում եւ մասնավոր հատվածում։ Կոչ եմ անում ակտիվ մասնակցել, ներկայացնել ձեր գաղափարները, նաեւ փորձել միջազգային կապեր ստեղծել։ Սա է միջազգային շուկա դուրս գալու լավագույն ճանապարհը։